Վենեսուելայում առնվազն 100 մարդ է զոհվել ամերիկյան հատուկ գործողության ընթացքում, հայտարարել է երկրի ներքին գործերի նախարարը։ Դիոսդադո Կաբելյոյի խոսքով նախագահ Նիկոլաս Մադուրոյի անվտանգության աշխատակիցների մեծ մասը սառնասրտորեն սպանվել է։ Նախարարը նաև հայտնել է, որ Մադուրոն ոտքի վնասվածք է ստացել, իսկ նրա կինը գլխի։ Ավելի վաղ Վենեսուելայի բանակը հրապարակել էր 23 զոհված զինծառայողների անունները։ Երկրում մեկ շաբաթյա սուգ է հայտարարվել։ Կուբան իր հերթին հայտնել էր Վենեսուելայում իր ռազմական եւ հետախուզական ծառայությունների 32 անդամի զոհվելու մասին։ Միևնույն ժամանակ Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է, որ Կարակասի նպատակն է ապահովել Մադուրոյի եւ նրա կնոջ անվտանգ վերադարձը երկիր, խաղաղության հաստատումը եւ կառավարման գործունեության պահպանումը։ Ռոդրիգեսը նաև հայտարարել է, որ չնայած Միացյալ Նահանգների անօրինական զինված ագրեսիային, Վենեսուելան պահպանում է դիվերսիֆիկացված միջազգային տնտեսական հարաբերություններ։ Նրա խոսքով երկիրը ցանկանում է տնտեսական, առևտրային եւ էներգետիկ համագործակցություն հաստատել բոլոր երկրների հետ, որոնք հարգում են Վենեսուելայի ինքնիշխանությունը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն թվարկել է այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն Վենեսուելայում։ Առաջին հերթին երկիրը պետք է կայունացնել։ Ըստ Ռուբիոյի, Վաշինգտոնը չի ցանկանում, որ Վենեսուելայում քաոս առաջանա, եւ իր ամենաուժեղ լծակն է համարում նավթային սահմանափակումները։ Ռուբիոն հիշեցրել է, որ ԱՄՆ-ն 30-ից 50 միլիոն բարել վենեսուելական նավթ կստանա եւ այն կվաճառի շուկայական գնով։ Այդ գումարը նրա խոսքով կբաշխվի այնպես, որ օգուտ բերի վենեսուելացիներին։ Երկրորդ փուլն ըստ ԱՄՆ պետքարտուղարի Վենեսուելայի վերականգնումն է եւ վենեսուելական շուկայի հասանելիությունն ամերիկյան, արևմտյան եւ այլ ընկերությունների համար, ինչպես նաև բանտերից ընդդիմադիր գործիչների ազատ արձակումը, քաղաքացիական հասարակության վերականգնումը։ Երրորդ փուլում Ռուբիոյի խոսքով արդեն տեղի կունենա իշխանության փոխանցում։ Հալեպում Սիրիայի կառավարական ուժերի եւ քրդական կազմավորումների միջև բախումների պատճառով առնվազն 12 մարդ է զոհվել, տասնյակ հազարավոր մարդիկ հեռացել են քրդական թաղամասերից, որոնք Սիրիայի բանակն ավելի վաղ հայտարարել էր ռազմական գոտի։ Կառավարական ուժերը հրետակոծել են քրդական թաղամասերը, հայտարարելով, որ գործողությունները ձեռնարկվել են ի պատասխան զինված կազմավորումների հարձակումների։ Սիրիայի դեմոկրատական ուժեր քրդական խմբավորումն իր հերթին հայտարարել է, որ կառավարական ուժերը փորձում են բռնի տեղահանել բնակիչներին։ Հալեպում լուրերի թղթակից Զարմիկ Պողիկյանի փոխանցմամբ գիշերային բախումների ընթացքում հրանոթային արկեր են ընկել նաև հայաբնակ թաղամասերում։ Գրանցվել են նյութական վնասներ։ Հայերի շրջանում զոհեր եւ վիրավորներ չկան։ 2025 թվականի մարտին Սիրիայի դեմոկրատական ուժերը, որը վերահսկում է Սիրիայի հյուսիսարևելյան հատվածների մեծ մասը եւ ունի տասնյակ հազարավոր զինյալներ, համաձայնություն էր ստորագրել կառավարության հետ իր բոլոր ռազմական եւ քաղաքացիական կառույցները պետական համակարգում ինտեգրելու շուրջ։ Սակայն մինչ օրս պայմանավորվածությունների իրականացման հարցում առաջընթաց չկա։ Իրանում արդեն մի քանի օր շարունակվող բողոքի ակցիաներն աշխարհագրորեն ընդլայնվել են, ավելացել է նաև մասնակիցների թիվը։ Ցույցերն ընդգրկել են ավելի քան 280 քաղաք, այդ թվում մայրաքաղաք Թեհրանը եւ մյուս խոշոր քաղաքները։ Ի նշան բողոքի ցուցարարները որոշ քաղաքներում հրկիզել են գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի եւ Միացյալ Նահանգների կողմից սպանված գեներալ Ղասեմ Սոլեյմանիի պատկերներով պաստառները։ Հաղորդվում է ոստիկանության հետ բախումների հետևանքով զոհվածների եւ վիրավորների մասին։ Ըստ իրանական լրատվամիջոցների ցուցարարների մի մասը զինված է մարտական եւ որսորդական զենքերով։ Նրանք կրակ են բացել ոստիկանների ուղղությամբ։ Իր հերթին Իրանի արտգործնախարարությունը դատապարտել է ամերիկացի պաշտոնյաների հայտարարություններն Իրանում անցկացվող ցույցերի վերաբերյալ եւ ԱՄՆ-ին մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու համար։ Գերատեսչությունը նշել է, որ կառավարությունը ջանք չի խնայում օրենքի շրջանակում ժողովրդի օրինական պահանջները բավարարելու համար։ Ըստ Իրանի ԱԳՆ-ի տնտեսական դժվարությունների զգալի մասը Վաշինգտոնի հակաիրանական պատժամիջոցների միջոցով սանձազերծված տնտեսական եւ ֆինանսական պատերազմի հետևանքներ են։ Միացյալ Նահանգների եւ Կոլումբիայի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Գուստավո Պետրոն մեկ ժամ տևած հեռախոսազրույցից հետո պայմանավորվել են հանդիպել Վաշինգտոնում։ Թրամփը նշել է, որ իր կոլումբիացի գործընկերն է իրեն զանգահարել եւ բացատրել թմրանյութերի հետ կապված իրավիճակը եւ այլ հարցերի շուրջ տարաձայնությունները։ Պետրոն իր հերթին հայտարարել է, որ կշարունակի առաջ մղել Միացյալ Նահանգների հետ մաքուր էներգիայի ոլորտում գործակցությունը եւ խաղաղ երկխոսության հույս է հայտնել։ Երկու ղեկավարների հանդիպման նախապատրաստմամբ զբաղվում են ԱՄՆ պետքարտուղարը եւ Կոլումբիայի արտգործնախարարը։ Ավելի վաղ Թրամփը Պետրոյին մեղադրել էր Միացյալ Նահանգներում թմրանյութերի վաճառքի համար եւ չէր բացառել Կոլումբիայում գործողության իրականացումը։ Պետրոն էլ զգուշացրել էր ԱՄՆ-ին զերծ մնալ անօրինական սպառնալիքներից։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հաջորդ շաբաթ կհանդիպի Դանիայի իշխանությունների հետ քննարկելու Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ռազմական ճանապարհով Գրենլանդիային տիրանալու հավանականության մասին հարցին Ռուբիոն պատասխանել է, որ ԱՄՆ ազգային անվտանգությանը սպառնալիքի դեպքում ցանկացած նախագահ իր տրամադրության տակ ունի այդ սպառնալիքը ռազմական միջոցներով հասցեագրելու տարբերակը։ Նա միևնույն ժամանակ հույս է հայտնել հարցը լուծել այլ ճանապարհով։ Ավելի վաղ Ռուբիոյի հետ հանդիպման խնդրանքով պետքարտուղարություն էին դիմել Դանիայի եւ Գրենլանդիայի կառավարությունները։ Իր հերթին ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը հայտարարել է, որ Գրենլանդիան կարևոր է ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև ամբողջ աշխարհի անվտանգության համար։ Նրա խոսքով հակահրթիռային պաշտպանության ամբողջ ենթակառուցվածքը մասամբ կախված է Գրենլանդիայից, իսկ Դանիան ու Եվրոպան բավարար չափով չեն երաշխավորում կղզու անվտանգությունը։ Հարցին, թե ամերիկյան վարչակազմը որքան հեռու է պատրաստ գնալ կղզու հետ կապված իր նպատակներին հասնելու համար, Վենսը պատասխանել է. այնքան հեռու, որքան անհրաժեշտ է։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։